հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուի Սրբո, ամեն։ Մի շաբաթ օրով մեր Տերը Հիսուս Քրիստոս իր աշակերտների մեջ անցնում էր ցորենի արտերի միջով։ Աշակերտները շատ քաղցած էին, որովհետև ինքնամոռաց կերպով Քրիստոսին էին հետևում։ Շատ անգամ իրենց ուտելիքի մասին չէին հոգում, ոչինչ չէին վերցնում իրենց հետ, ուղղակի գնում էին Քրիստոսի հետևից։ Եվ այնքան էին քաղցել, որ սկսեցին ցորենի հասկերը իրենց բռերի մեջ շփել եւ ուտել, որպես իրենց քաղցը հագեցնեն։ Եվ այդ պահին փարիսեցիներն ու օրենսգետները հայտնվեցին։ Ինչու են քո աշակերտները աշխատանք անում շաբաթ օրով, այսինքն ձեռքերով շփելը ու ցորեն ուտելը համարվում էր աշխատանք, բայց այդպիսի բան Մովսեսը երբեք օրենքում չէր գրել, որ պարզ հասարակ շփել հաց ուտելը դա աշխատանք է համարվում շաբաթ օրով։ Եվ մեր Տերը պատասխանեց եւ ասաց. Դուք չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, եւ շաբաթ օրով մտավ տաճար, կերավ առաջավորության հացը, որը օրենք չէր ոչ իր եւ ոչ էլ իր հետ եղողների համար ուտել, բայց միայն քահանաների։ Եվ քահանաներն էլ շաբաթ օրը խախտելով չեն պղծում շաբաթը։ Եվ սովորեցեք, որ ես ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, եւ դու անպարտներին չեք դատապարտի, եթե հասկանայիք, թե ես ինչ եմ ասում։ Մեր Տերը շաբաթ օրվա Տերն է, նաեւ ավելի մեծ է, քան տաճարը, ինչպես այսօր է ասում մեր Տերն ավետարանում։ Քրիստոս բոլոր օրերի ստեղծողն է, հաստատող է։ Արաչության 7-րդ օրը շաբաթը հաստատվեց իբրև հանգստյան օր, բայց Աստված միշտ գործում է, ինչպես մեր Տերն ավետարանում ասում, ինչպես Հայրն է հիմա գործում, ես էլ եմ գործում, արարում, ստեղծում եւ պահում ու պահպանում։ Աստուծո գործը նախարարելն է եւ երկրորդ նախախնամելը, այսինքն պահել ու պահպանելը, ինչպես Հայրն այսօր գործում է, այնպես էլ Որդին է միշտ գործում։ Եվ եթե դուք իմանայիք, թե ես ինչ եմ ուզում, ես ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհաբերություններ։ Հին ուխտի ժամանակ էին զոհաբերությունները, այսօր ողորմության շրջանն է։ Հին ուխտի ժամանակ էին արյունալից զոհերը, այսօր անարյուն պատարագի ժամանակ է։ Սա հին ուխտի արյունալից պատարագները չեն, այլ Քրիստոսի զոհաբերությունն է, անարյուն պատարագն է, հացն ու գինին է, որ Տեր կենդանի է, որ ճաշակում ենք եւ կյանք ենք ունենում։ Եվ մեր Տերը մեզանից ողորմություն է ուզում, որպեսզի ինքն էլ մեզ ողորմի։ Երանի ողորմածներին, որտեղ նրանք ողորմություն կգտնեն։ Ո՞րն է ողորմությունը։ Ողորմությունը ներողամտությունն է, սերն է։ Եվ եթե մենք խորը քննենք Տիրոջ խոսքերը, կհասկանանք, որ հենց ողորմությունն ու ներողամտությունը դա իրական սերն է եւ որն էլ զոհաբերությունն է, որտեղ ավելի մեծ սեր չկա, քան մեկ իր կյանքը, իր անձը զոհաբերի իր բարեկամի համար։ Եվ զոհաբերությունը սկսում է սիրով, ավարտվում է սիրով, որտեղ եթե մեկը ներում է եւ սիրում է, ուրեմն ողորմած է, ուրեմն պատրաստ է ինքն իրեն զոհաբերել իր բարեկամի համար։ Առաքյալներն էլ այդպես էին, ինքնամոռաց գնում էին Քրիստոսի հետևից եւ ուզում էին ճաշակել, ուղղակի քաղցած էին, պարզ հասարակ երեխաների նման, ինչպես հացը վերցնում են եւ ուտում են, այդպես էլ առաքյալները մաքուր սրտով ցորենի հասկերն էին ուզում ճաշակել, բայց չարությամբ ու նախանձով լցված
օրենսգետներն ու փարիսեցիները նրանց դատապարտում էին։ Ուզում էին մանրուքների վրա, չարիքների վրա դատապարտել Սուրբ առաքյալներին, բայց մեր Տերը պահապանն էր առաքյալների եւ պաշտպանեց նրանց։ Ասաց Դավիթն անգամ, որ ձեր կողմից մեծ է համարվում, խախտեց ձեր դրած օրենքը, ոչ թե Աստծո օրենքը, այլ մարդկանց կողմից հաստատած օրենքը։ Ուրեմն այսօր նույն ողորմության շրջանն է, ոչ թե մովսիսական օրենքի տառացի ու բառացի, այլ Աստծո սուրբ շնորհի, սիրո օրենքի շրջանն է։ Այսօր եթե մենք ներենք, ապա Աստծուց ներում կգտնենք, եթե սիրենք կսիրվենք, եթե ողորմենք, ողորմած լինենք, Աստված էլ մեզ կողորմի, որտև Հակոբոս առաքյալն ասում է. «Երանի ողորմածներին եւ ողորմությունը բարձրագլուխ բարձրանում է դատաստանի առջև։ Աստված արդար է մեղավորների հանդեպ եւ ողորմած է ողորմածների հանդեպ»։ Իսկ մենք բոլորս մեղավոր ենք։ Եթե չենք ուզում Աստծո ահեղ ու արդար դատաստանին դատապարտվել, այլ ուզում ենք ողորմության դատով արդարանալ, ապա ինքներս պետք է ողորմած լինենք, պետք է սեր, գթառատություն ու ներողամտություն ունենանք մեր սրտերում։ Ուրեմն այսօրվա պատգամը մեզ Տիրոջ կողմից ողորմածությունն է։ Եղեք ողորմած, ինչպես ձեր եկնավոր Հայրն է ողորմած ու գթած։ Եվ եթե ողորմած ու գթած լինեք, ներողության, սիրո կարժանանաք Աստծո կողմից։ Ամեն։